Ես եմ սարքել։ Ինչ ամով է։ Օգնության ուշադրությունը գրավեց հենց իր ամուսնությունից հետո, բացառիկ տեսանյութերը հրապարակում շատ հաճախ եւ կիսվում ոչ միայն իր առօրյայով, այլ նաեւ այն ամենով, ինչ անում է։ Քայլ առ քայլ վերջինս ներկայացնում է իր տան յուրաքանչյուր մանրուքը, ստացած ծաղկե փնջերը, աշխատանքային գործընթացը եւ այլն։ Սակայն անձնական կյանքի մասին նա ոչ հաճախ է խոսում։ Նրա ամուսնու Գուրգենի մասին շատ քիչ տվյալներ գիտենք, միայն գիտենք, որ վերջինս Ռուսաստանաբնակ է եւ գործարար է։ Այսօր Ռոզան ներկայացրել է բացառիկ տեսանյութ, որտեղ վերջինս անկեղծացել է, որ ամուսնությունից հետո իր համար դժվար է։ Ներկայացնում ենք տեսանյութն առանց մեկնաբանության։ Ամուսնանալուց հետո շատ դժվար է, որովհետև դու քո հարազատների հետ սկսում ես համեմատ ավելի ուշ տեսնվել, իսկ ինչ վերաբերում այն մարդկանց հետ ում ապրել ես, սկսում ես ամեն օր չտեսնել, ու այդ շատ դժվար process է։ Ու քանի որ ես ու Սամոն մեր գործերի պատճառով չենք հասցնում ամեն օր տեսնվենք, ինքը ինձ է նվերներ անում ու ես էլ իրան եմ փորձում նվերներ անեմ, որպեսզի երկուսիս էլ գոնե առնվազն հաճելի լինի։ Այսօր ուզում եմ ցույց տամ, թե ինչ գոտի եմ վերցրել Սամոյին։ Այս վերջերս ինքն էլ իմ արածի սթորիները տեսել էր ու իրան դուր եկել եմ փաստը, որ բնական կաշվից է, այսօր վերցրել եմ, ուզում եմ ձեզ ցույց տամ։ Շաբաթվա մեջ մինիմում մի անգամ ես այս վիճակով դրան դիմաց եմ հայտնվում, որովհետև բանալի իմ հետ չեմ վերցնում։ Եթե կան իմ նման մարդիկ, ակտիվ եղեք, իմանամ էլ ով է տան դիմաց նստած սպասում, մինչև բանալին ուղարկեն։ Հենց նոր ավարտեցինք մեր նկարահանումները, շատ թույն հավես վիդեո ենք նկարել, այն վիդեոներից, որ ես սիրում եմ նայել, այն շորերից կարագ ենթադրեք, մոտավոր ինչ ենք նկարել, այնպես որ սպասեք արդյունքին։ Ամենաշատը տանը նկարահանումները նրա համար եմ սիրում, որ Միլանը սուրճ է պատրաստում, որովհետև իր նման համով ոչ մեկ չի պատրաստում։ Իրաց տանն էլ է ինքը պատրաստում, մեր տանն էլ է ինքը պատրաստում։ Իրոք շոտ համով է, ռեցեպտն էլ չի ասում, որ չիմանանք։ Մենակ ինքը պատրաստի շատ թույն բոմբ վիդեոներ ենք նկարել, ձեր համար ենք անում ամեն ինչ, շատ հետաքրքիր կոնտենտ, ինձ թվում է շատ է հավանելու։ Առողջարար դետոքսային սմուզի եմ սարքել և ընթացքը նկարել եմ, հեսա մի քիչ ազատվեմ և մոնտաժում տեղադրեմ։ Պատրաստում ենք ֆրեշ ընկերներին։ Սա մեր, այսինքն ֆրեշ չի, գիտեք, ինչա դետոքսային ինչ-որ մի բան է։ Երեք խմել եմ նեխուրով, խնձորով, կիտրոնով, նուշով և ջուր։ Այսօր ուզում ինչ-որ իմպրովիզներ անեմ և ավելացնեմ այլ մրգեր, հիմա անանասը նոր բավականին մեծ տանջանքներով կտրեցի։ Ավելացնենք անանաս, խնձոր։ Լավ է, պասեք ես ձեզ մոտիկացնեմ բլենդերին։ Խնձոր, ինչպես ասեցի, նեղուր, լայմ, կավելացնենք անանաս, նուշ, մեղր մի գտալ, ավելացնում ենք սառույց։ Իրականում ինձ հարցում եք ոնց եմ սենց նիհար է, ես ձեզ ասեմ, որ արդեն վախենում եմ իմ քաշից, ամեն օր մի կիլո նիհարում եմ, բայց ես թվում է ինչ-որ սենց դետոքսային բաները ձեզ կարան օգնեն։ Ես պրոստը հաց չեմ ուտում երբեք, դրա համար եմ նիհարում։ Վիչկա և սյոտը մոյով։ Ոչինչ չեն ինձ։ Բայց կիվի համավալի։ Հա, չես ծիրան։ Ծիրում է։ Կիվի է, անանասը մեջը, խնձոր, լայմն է շատ, նեխուր։ Խնձորի կիվի համավալի շատ նայել։ Թե բանան, խնձոր, շատ խարը կնի հոմ, անանաս։ Մայնա շատ լավն է։ Հա? Ես որ ինձ եմ ալինակ սարքեց։ Յարքանից եք համար ինչ ա։ Հապալաս։ Այն ուղանդած լվանում ենք։
Համոպա։ Լավն է, չէ՞։ Ո՞ն կենացը։ Քո։ Всё, մենք այսօրվա մեր առողջ ապրելակերպը համարում ենք ստացված։ Ես այսօր դեժավյու եմ ապրելու, պատրաստվել եմ, գնում եմ հիմա այնտեղ պիտի հոլովակ նկարենք և ասեցի ձեզ էլ այդ էմոցիաները պարգևեմ, գնում եմ Մեռան կոմպլեքս ու այնտեղ նկարահանվել եմ առաջին պրոյեկտի առաջին սերիան, կարծեմ առաջին սերիան, լավ չեմ հիշում, այն լողավազանով ռեստորանային վայրը, որտեղ ես բոլոր իրադարձությունները զարգացան, կարծում եմ ձեզ հետաքրքիր կլինի, հոլովակը կտեղադրեմ, դուք էլ ովքեր ինձ վաղուց են հետևում, կվերհիշեն այդ ամենը։ Կացրել ենք, որ կյանքից անժամանակ հեռացել է դերասան Արտաշես Ալեքսանյանը։ Դերասանուհի Ռոզա Դավթյանը հրապարակել է համատեղ լուսանկար ու գիծ գրել։ Դու շատ տաղանդավոր ես, Ռոզա, ոչ թե փոքր քայլերով ես առաջ գնում, այլ լոնքերով ու քո մեջ ոչ թե դերասանի, այլ տաղանդա, այլ արտիստի։ Պարոն Ալեքսանյան, ձեզնից շատ բան եմ սովորել։ Մեծ պատիվ էր ձեզ հետ լինել նույն նախագծերում ու առավելապես մեծ պատիվ էր ձեզնից լսել գովեստի խոսքեր իմ մասին։ Դրանք միշտ կմնան սրտումս։ Գրել է դերասանուհի Ռոզա Դավթյանը, հրապարակելով համատեղ լուսանկար Արտաշես Ալեքսանյանի հետ։ Նիկոլայ Եղիազարյանը հրապարակել է համատեղ լուսանկարներ և գրել. Ամենաշատն այսօրվանից էի վախենում, այս հրաժեշտից։ Հրաժեշտ մի մարդու, ում հետ կյանք եմ ապրել, ճանապարհ անցել, հաց ու արվեստ, միտք ու երազանք կիսել։ Ալեքսանյան ջան, իմ ավագ ընկեր, իմ տան ու օջախի հարազատ, իմ համախոհ, ինձ հետ նույն կետին նայող մարդ, շնորհակալ ու երախտապարտ եմ այս կյանքին, քեզ ճանաչելու, քեզ ունենալու, քեզ հետ աշխատելու, քեզ ընկեր ու գործընկեր լինելու պատվի համար։ Մեր օրերը քեզնով շատ էին սիրունանում, դու մեզ շատ ես պակասելու։ Դու բոլորիցս ու ամեն մեկիցս գնացիր, հաստատ ժամանակդ չէր, լույսով գնաս, տեղդ դատարկ կմնամ, աթոռիդ նստող չի լինի, բայց կապրես այնքան, ինչքան կհիշենք ու կպատմենք քո մասին, ինչքան կհաջողվի շարունակել այն ճանապարհը, որին դու այդքան հավատում էիր։ Հուզիչ գրառումը կատարել է Նիկոլայ Եղիազարյանը։ Հրապարակումով է հանդես եկել հաղորդավարուհի Դիանա Գրիգորյանը։ Աննկարագրելի ցավ, այնքան բան կա գրելու, այնքան բան կա պատմելու, այնքան շատ, որ բառերը պարզապես չեն հերիքում։ Նկարահանման հրապարակի հայրս, այնքան հաճախ եմ ձեզ ասել, կարծես հորս կարոտը ձեզնով էի մեղմացնում։ Դուք իմ ավագ ընկերն էիք, իմ խորհրդատուն, այն մարդը, ում հետ կարող էի կիսվել ամեն ինչով, խոսել ամեն թեմայից, լռել ու միևնույն է հասկացված լինել։ Շատ էիք ցանկանում ինձ երջանիկ տեսնել, անընդհատ ասում էիք, որ ես իմ մասին չեմ մտածում, հորդորում էիք ավելի շատ ապրել, ավելի շատ սիրել կյանքը։ Մեր վերջին զրույցներից մեկի ժամանակ ասացիք. «Բալես, կյանքը շատ արագ է ուսում, շտապ իր ապրել»։ Այդ խոսքերը հիմա անընդհատ ականջներիս մեջ են հնչում։ Ավաղ, դուք ինքներդ այդքան էլ չհասցրեցիք ապրել։ Ձեր բացառիկ տաղանդով գեղեցկացրիք կինոաշխարհը, կյանք տվեցիք բազմաթիվ կերպարների, բայց դեռ այնքան ասելիք ունեիք, այնքան անավարտ երազանքներ, այնքան ստեղծագործություններ, որոնք սպասում էին ձեր ձեռագրին։ Խառն եմ գրում, չգիտեմ ինչից սկսեմ եւ որտեղ ավարտեմ։ Ասելիքս շատ է, իսկ մտքերս ցավից խառնված։ Երբեմն թվում է ցավն այնքան մեծ է, որ բառերն այլևս անզոր են այն արտահայտելու։ Հիշում եմ ամեն անգամ, երբ հարցնում էի ինչպես եք, դուք ժպտալով պատասխանում էիք. լավ ասեմ, որ լավ լինեմ։ Գրել է հաղորդավարուհի Դիանա Գրիգորյանը։